Սամական դատային դատավորը մատուն պետք է մտածի, որ իր բոլոր բարեկամները, հարազատները ոնց են իրան հայացքին նայել իր երեխեքը բան։ Դա լինում է այն դեպքում, որ կա ճնշում, հանրային պահանջ, հասկանում ես։ Երբ որ չկա ճնշում, չկա հանրային պահանջ, շատ հանգիստ աշխատանքային, ոնց է, իրավակարգային, սա աշխատակարգային նիստ։ Այնտեղ իրավանորմերի մեկնաբանությունը, բացի չես բաներ են խոսում, հա։ Ու այնտեղ տենց այսինքն դա պետք է լինի ոչ սովորական նիստ։ Հիմա որ նայում ենք սա նիստին, ինքը սովորական նիստ է։ Հասկացա, երբ որ ինքը սովորական նիստ է, այդ սովորական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի առաջարկը չի կարա կյանքի կոչվի։ Դա կարա կյանքի կոչվի, թե կա ճնշում։ Եվ ես ասեցի, քանի որ դուք փողոց չունեք, իմ լայվի մեջ, փողոցային պայքար չկա, գոնե քաղաքական տեքստ ձևակերպեք։ Հետևյալը, ու առաջարկեցի, որ հայտարարեք, որ եթե Սահմանադրական դատարանը չնշանակի երկրորդ փուլ կամ ամավերջ ճանաչի, մենք մանդատները չենք վերցնելու եւ վիճարկելու ենք այս պարլամենտի լեգիտիմությունը, պարլամենտ ոտք չդնելով։ Հետևաբար, այդ պարագայում նայ մանդատները ոչ մեկին չեն կարա տան։ ԿՀ մանդատները բաշխում է, քոննա տվելա քեզ։ Դու չես վեկալում, չես գնում պարլամենտ, բայց քոննա, ԿՀ բաշխել։ Չեն կարա վերցնեն տան Պողոսիկին։ Հասկացար։ Քանի որ ընդդիմությունը ուզում այդ մանդատները վերցնի, ցեցին դու էր ասել, որ կվերցնեն, կտան, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանին, Արման Թաթոյանին, Արման Բաբաջանյանին, ես շատ գիտեմ ում կտան։ Դրա համար մենք գնանք վեկալենք, բան։ Բնականաբար դա սուտ է, կեղծիք է, բայց պետք է նմանատիպ քաղաքական կոնտեքստ դրվեր շրջանառության մեջ։ Բայց անգամ քաղաքական ձևակերպում չկա, քաղաքական տեքստի մակարդակում, հա որ ճնշում լինի։ Որ սեդեն մի վարքյան, սեդեն որևէ դատավոր իր գլխի մեջ sense մի հատ sense բան, ակնթարթ վարքյան չէ։ Մի հատ ակնթարթ մտածի որ արա կարող է երկրորդ փուլ տնենք։ Հա? Հասկանում ես? Այսինքն այս ամեն ինչը քաղաքական գործընթացներ է, որից պետք է հասկանալ ինչ անել կամ ինչ չանել։ Հիմա եթե ընդդիմությունը sense դες դալու է մանդատները վերցնի, հետեւաբար ճանաչելու է լեգիտիմություն այդ պարլամենտի մանդատ վերցնելով։ Հեսա դե որևէ դատավոր ինչի համար պետք է գնա ռիսկի երկիրը մտցնի երկրորդ փուլի կամ նոր վերակվեարկության մեջ, կարած բացատրես։